Աննան մի համեստ ու հավատքով լի կին ապրում էր մի փոքրիկ գյուղում։ Նրա միակ որդին Դավիթը ծանր հիվանդությամբ էր տառապում։ Բժիշկները հույս չէին տալիս, իսկ Աննան հոգով փլուզվում էր։ Մի գիշեր նա ծնկի իջավ և աղոթեց. «Տեր, դու ես իմ վերջին հույսը»։ Այդ գիշեր նա տեսավ երազ։ Տերը կանգնած էր նրա առջև լույսով պատված և ասաց. «Դուստր, ես երբեք վերջին հույսը չեմ, ես քո առաջին հույսն եմ»։ Այնուհետև Տերը խոսեց նրա սրտի հետ. «Առավոտյան վեր կաց, գնա, կարկանդակներ թխիր և բաժանիր գյուղի աղքատ երեխաներին, հետո այցելիր ամենատկար տատիկին և օգնիր նրան պահածոները փակել։ Դասեր և հավատ սփռելու օր պետք է լինի»։ Աննան վեր կացավ հնազանդ սրտով։ Նա կարկանդակներ թխեց ու սիրով բաժանեց բոլոր երեխաներին։ Այնուհետև այցելեց մի ծեր տատիկի, ով մենակ չէր կարողանում պահածոներ փակել։ Աննան նրան սիրով օգնեց։ Տատիկը հուզվեց և ասաց. «Դու բարության դեսպան ես։ Քանի որ օգնեցիր ինձ, ես կկիսվեմ քեզ հետ իմ այգու ամենաթանկ բանով՝ Աստծո ծաղիկով։ Ասում են, որ այն բժշկում է հիվանդներին։ Վերցրու այն, թուրմ սարքիր և տուր որդուդ»։ Աննան ընդունեց նվերը, պատրաստեց թուրմը և տվեց Դավիթին։ Հաջորդ առավոտ Դավիթն արթնացավ լիովին առողջացած, ասես նրա հետ ոչինչ չէր եղել։ Նույն գիշեր Աննան կրկին երազ տեսավ, որտեղ Տերը ասաց նրան. «Դուստր իմ, այդ Աստծո ծաղիկը իրականում հասարակ ծաղիկ էր, բայց քո աղոթքի և հավատքի ազդեցությունն այնքան մեծ էր, որ որդիդ բժշկվեց։ Դա քո աղոթքների պատասխանն էր»։ Այդ օրվանից Աննան ու Դավիթը սկսեցին ծառայել Տիրոջը։ Նրանք աղոթում էին հիվանդ երեխաների համար, և հրաշքներ էր տեղի ունենում։ Մարդիկ գալիս էին նրանց մոտ հույսով և վերադառնում բժշկված ու խաղաղված։ Աննան հասկացավ ճշմարտությունը. աղոթքը զորավոր է, այն սպանող ուժ ունի ամեն մի չարի, ամեն մի տկարության դեմ։ Աղոթե